Տեսանյութը մաքսիմալ տարածեք, ասելիքս բավականին կարևոր է։ Այսօր կրկին այրվեց, ինչպես ամեն տարի, Թուրքիայի դրոշը և պարոն Փաշինյանը դատապարտեց այս գործընթացը։ Սիրելի հայրենակիցներ, ես հիմա կասեմ մի բան, շատերդ կհամաձայնվեք, շատերդ ոչ, բայց լինենք անկեղծ ժողովուրդ ջան։ Երբ որ այս վճռագործությունը Օսմանյան կայսրությունը ցեղասպանությունը կատարեց, Սողոմոն Թեհլերյանը չայրեց Թուրքիայի դրոշ։ Սողոմոն Թեհլերյանը գտավ Թալիաթ Փաշային Բեռլինում և սատկացրեց, բառի բուն իմաստով, սատկեց Էնվերը, սատկեց Ջեմալը, տենց հա պետք անել, սիրելի հայրենակիցներ ջան, ու երբ որ Սողոմոն Թեհլերյանը սպանեց, սատկացրեց Թալիաթ Փաշային, ինքը մտահոգություն ուներ, որ չէր ուզում այս ամենը շարունակվեր ու մարդկանց մտքով ինչ-որ բան ասներ, որ պետքա սպանել ու ոչնչացնել։ Ժողովուրդ ջան, վճռագործները բոլորը, ովքեր խլել են 1,5 միլիոն հայի արյուն, 1,5 միլիոն հայի խեղված ճակատագիր, այրվում են դժոխքի կրակների մեջ ամենադաժան ձևերով, բայց ներկայիս դրությամբ, սիրելի հայրենակիցներ ջան, մենք ունենք ընդամենը մեկ պահանջ Թուրքիայից, որպեսզի ճանաչվի հայոց ցեղասպանությունը և դրանով առհասարակ կփակվի բոլոր հարցերը։ Պետք չէ այրել դրոշը, դրանով ոչ մի բանի չես հասնի։ Դու դրանով ուղղակի համաշխարհային լիդերների առաջ առաջացնում ես հարց. ինչու եք այրում դրոշը։ Ինչ կապ ունի այդ դրոշը, դրանով ոչինչ չի որոշվում, ամեն տարի մեկ օրով հավաքվում են, անում են այդ գործընթացն ու մեկ տարի կորում են, ու ոչ մեկ չի հարցնում, տվյալ իշխանությունը, տվյալ կառավարությունը, ինչ գործընթացներ անում ամեն տարի, որ ցեղասպանության հարցը վերջնականապես լուծվի։ Ոչ մեկ այդ հարցը չի տալիս։ Արտաքին քաղաքականությունը ինչքան ջանքեր է գործադրում, որ հայոց ցեղասպանությունը ճանաչվի։ Ոչ մեկ այդ հարցը չի տալիս։ Տարին մեկ անգամ հավաքվում են, այրում են դրոշը։ Էլի եմ ասում, այն մարդը, ով որ կուրանա հայոց ցեղասպանությունը, իր ամբողջ սերունդով, թող այն ամենավատ հիվանդությունները իր վրա գնա, կուրանա, մեռնի, բայց դրոշ այրելով հարցի լուծում չենք տալիս, ելի ժողովուրդ ջան։ Մենք պետքա պայքարենք ընդամենը մի խելամիտ պահանջ, ճանաչվի հայոց ցեղասպանությունը, որտեվ դա հերքելն անհնար է, որտեվ դա ամբողջ աշխարհը գիտի։ Այսքանը ժողովուրդ ջան, Աստված պահապան լինի բոլորիս, եւ վերջում ընդամենը մեկ բան կասեմ։ Նիկոլ Վարչապետ։